Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Պարոն Նահապետյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, այսօր Ազգային ժողովի որոշմամբ ընդունվել է մի օրենք եւ օրը համարվում է զոհվածների հիշատակման օր, բոլոր պատերազմների ժամանակ զոհվածների մասին է խոսքը։ Քննադատության արժանացավ ընդդիմադիրների կողմից, թե ինչու հենց 27 հունվարի, չէ՞ որ վաղը նաեւ բանակի տոնն է եւ գոյություն ունի սեպտեմբերի 27-ը, մեծ հաշվով ձեր կարծիքով ինչով էր պայմանավորված պատերազմից ավելի քան 5 տարի հետո նոր հիշել զոհվածների հիշատակման հետ կապված օրվա մասին եւ այդ օրը սահմանել հունվարի 27-ը։ Նախ իդեպ այդ իրավական ակտը, որ ընդունվել է, որոշակի ժամանակ հետո չպետք է մտնի ուժի մեջ, թե հաջորդ օրը իսկ։ Առաջինից երկրորդ ընթերցման փոփոխության մեջ հենց ձեր ասած դրույթը անմիջապես ուժի մեջ պետք է մտնի, դա փոխվեց հենց։ Առաջին ընթերցման ժամանակ այդպես չէր։ Ես կարծում եմ, որ օրվա իշխանությունների մարտավարությունը հետևյալն է. ջնջել ամեն ինչ որ կապված է հայ ժողովրդի իր պատմության հետ եւ անհիշելի ժամանակներից, Նոյ Նահապետից, իր ժառանգներից եւ հայկական թագավորությունների եւ մարզպանական շրջանի եւ ասենք 600 տարի պետականության կորստի կտրվածքով առաջին հանրապետություն, խորհրդային Հայաստան եւ մեր նորօրյա պատմությունը սկսում է 2018 թվականի Փաշինյան Նիկոլով։ Ասենք ինքը հոգեբանորեն իրեն դրել է Հայկ Նահապետի տեղ, քաղաքական դաշտի վրա, ասենք պապ թագավոր է պարապում, հոգեվոր դաշտում ասենք Մովսես Մարգարից սկսած Հիսուսով վերջացրած եւ ինքը պետք է ամեն ինչ փոխի։ Ամեն ինչ իր անձի հետ կապված լինի, լավ, այսպես ասենք։ Կապ չունի այդ հիշատակի օրն է, զոհվածների օրն է, հունվարի 27-ն է, կարող է փետրվարի 30-ը նշանակեն։ Այդպիսի մի կարկառուն ներկայացուցիչ ունեն, չէ՞, փետրվարի 30-ին։ Հիմա ասենք կարող են նշանակել։ Խնդիրը հետեւյալն է, ամեն ինչ ջնջել։ Բայց ինչու եթե բոլոր զոհվածների հիշատակման օրն է, ինչու ջնջել։ Չէ, օրերը ջնջել։ Ամեն ինչ պետք է կապվի իր անձի հետ։ Այ որ ասեմ, Փաշինյան Նիկոլի կառավարման ժամանակ այս օրը դրվեց եւ այս օրը հայ ժողովուրդը հիշում է եւ սա այսպես ասենք մոտակա 1000 տարի։ Իր անձը կապվում է այդ օրվա հետ։ Հայաստանում ցանկացած քաղաքական լինի, մշակութային, հոգեվոր, ամեն ինչ պետք է կենտրոնանա իր անձի շուրջ։ Իսկ սովորաբար դա հայտանիշներն է, պսիխոպաթի հայտանիշներ է, էլի։ Ամեն ինչ իր անձի շուրջ է պատտվում։ Հիմա իրեն տվել են իշխանություն հաշվի առնելով իր այդպես բավականին լավ առողջական վիճակը, իր հավակնությունները, իր փառասիրությունը, հա, իր հիվանդագին երևակայությունը, դա էլ օգտագործում են, հատուկ ծառայությունները ուղղորդում են, պետքա լինում նաև հրաման են տալիս։ Հիմա որ երկրի հատուկ ծառայությունները։ Այն երկրի, որ 2018-ին բերեցին։ Իսկ անունը կասեք, որ երկրի։ Ասենք նվազագույնը Մեծ Բրիտանիա։ Բավարար է ձեզ։ Պատասխանատուն էլ օպերացիայի հետո համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին նստեց Արմեն Սարգսյան։ Նայեք ում է ձեռնտու Փաշինյանը։ Որ երկրին է ձեռնտու, որ Արցախը մենք կորցնենք։ Որ երկրին կամ երկրների դաշինքին է ձեռնտու, որ թուրքական աշխարհը աշխարհագրորեն ցամաքային կապ ունենար։ Այս միջանց կոչվածքը։ Որ երկրներին է ձեռք տալիս, որ ռուսական 102 ռազմաբազան ու սահմանապարները դուրս գան։ Որ երկրներին է ձեռք տալիս, որ Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում զրոյացվի։ Վստահաբար չեք կարող ասել, չէ՞, որ դա Ռուսաստանն է ձեռք տալիս, որ իրեն ամբողջովին այստեղից դուրս տնեն։ Իհարկե ոչ։ Իսկ այս տարածաշրջանի, այսպես ասենք, պատվիրատուն սովորաբար դա Բրիտանիան է, ես դրա համար եմ ասում։ Ավելին ասեմ ձեզ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ 44 օրյա պատերազմի նախաշեմին Բրիտանիային փոխվեց այդ երկրի ամենակարևորագույն կառույցի ղեկավարը։ Ռիչարդ Մուրը նշանակվել է հուլիս ամսին։ Իր պարտականությունների մեջ մտել է մոտ սեպտեմբերին, այսինքն պատերազմը սկսելու ժամանակ։ Նման պատահական բաներ չի լինում, որտեղ որոշումները ստվերային կառավարության ուժային կառույցների հիմնականում որոշում է մի վեցում։ Ռիչարդ Մուրը, որը Բրիտանիայի դեսպանն էր անհիշելի ժամանակներից Թուրքիայում, որի կինը թրքուի է, որի զավակները թուրք են, այդ աշխարհը Ռիչարդ Մուրի շատ հոգեհարազատ է եւ այդպես շարունակ։
Բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտն էր, որ փորձում է կյանքի կոչվել առ այսօր։ Եվ այդ պրոյեկտի էլեմենտներից մեկը Արցախի հանձնում էր։ Պրոյեկտի էլեմենտներից մեկը Միջանցքն է։ Ամենակարևոր պրոյեկտը թուրքական պետությունների կազմակերպությունն է, որն է միավորում իբր թուրքական աշխարհը, որը սկզբունքորեն այդպես միավորման հիմքեր չունեն, որտեղ մի մասը սուննի մահմեդական են, մի մասը թրքախոս են, մի մասը իրոք ծագումով Ալթայից դուրս եկած թուրքեր են, թուրքական ցեղեր, հա, բայց այդ բոլորին միավորում են, այսպես ասենք, Թուրանը։ Եվ 5 պետություն այսօր այդ կառույցի անդամ են, այդ թվում նաև Ադրբեջանն ու Թուրքիան։ Այսինքն սա բրիտանա-թուրքական պրոյեկտ է, այս տարածաշրջանը դարձնել հարվածային մի բռունցք, որը պետք է օգտագործվի անհրաժեշտ պահին Ռուսաստանին հարավից եւ հարավ-արևելքից հարվածելու համար, խոսքս հարավային Կովկաս եւ կենտրոնական Ասիայի երկրներ։ Դա համար այդ երկրներում, որտեղ այդ գործընթացը կազմակերպելու կյանքի կոչելու process-ին խոչընդոտներ կան, պետք է հեռացվի։ Այդպիսի խոչընդոտ էին նախորդ իշխանությունները։ Հեռացվեցին, բերվեց Փաշինյան Նիկոլան։ Ինքը հրաշալի գիտի ինչի համար է բերվել, ինչ խնդիրներ պիտի լուծի։ Այսինքն Արցախի հետ կապված հարցը նախապես որոշված է, Ռուսաստանի այստեղից հեռացումը նախապես որոշված է եւ հիմա որ этаպում ենք, որովհետեւ եթե Ռուսաստանին պետք է հեռացնենք, մենք ՀԱՊԿ անդամ ենք դեռ, ԵԱՏՄ անդամ ենք, Հայաստանում է ռուսական ռազմաբազան, Հայաստանի տնտեսությունը ամբողջովին դեռևս կախված է Ռուսաստանից, այդ ինչպես եք հեռացնում Ռուսաստանին։ Աստիճանաբար։ Իդեպ այն ինչի մասին ես ասացի, սրա մասին կետ առ կետ ասել է ոչ ավել ոչ պակաս ԱՄՆ-ի նախագահի նույն Դոնալդ Թրամփի կառավարման առաջին տարիներին անվտանգության գծով գլխավոր խորհրդականը Բոլթոնը, երբ եկավ Հայաստան։ Կարող եք եւ դուք եւ մեզ լսողները բացեն, թե ինչ է ասել 18-ին, երբ Բոլթոնը եկավ Հայաստան, թե Հայաստան ինչեր պետք է անի։ Այդ թվում է Արցախի հետ։ Այո, հիմա այն этаպում ենք, որտեղ առաջին երկու խնդիրը լուծված է, Արցախի հարցը եւ ցամաքային ճանապարհը թուրքական աշխարհի լուծված է։ Ուղղակի այստեղ մի փոքր ճշգրտում եղավ։ Բրիտանիայի ձատ հիմա մեր տարածաշրջանում ակտիվ գործում է Միացյալ Նահանգները, բաց այդ։ Եվ փորձում է այդ ճանապարհը իր վերահսկողության ներքո, հա, վերցնել միաժամանակ վերահսկելով նաև այս տարածաշրջանում հարուստ ընդերքի արդյունահանումն ու վաճառքը։ Խոսքս ոչ միայն գազի ու նավթին է վերաբերվում, այլև շատ օգտակար հանածոների, մետաղներ, ուրան, մոլիբդեն, որը բղինց Հայաստանը ունի, հա։ Ինչպես եք ասում, որ ճանապարհը իր վերահսկողությամբ է իրականացվելու կամ իր վերահսկողության տակ է անցնելու, եթե Հայաստանն ասում է ընդամենը հայ-ամերիկյան պայմանագիր կա, այո 74%-ը նրանցն է, որովհետև մեծ ներդրումներ են անում, 26% Հայաստանին է, եւ իրենք ընդամենը ապահովելու են այդ ճանապարհի մաքսային տարբեր ծառայություններ կան։ Եկեք այսպես նայենք, հա, ես զուգահեռ եմ, որպեսզի մեզ լսողներն ավելի պարզ լինի։ Օրինակ Հայաստանի Հանրապետության տարածքը, ընդերքը պետության սեփականությունն է։ Սովորաբար մարդիկ, որ վերցնում են, դրսի ասենք սուբյեկտները լինի ֆիզիկական անձ, թե իրավաբանական, շահագործման իրավունքն են չէ վերցնում, ոչ թե ընդերքը։ Այդ ընդերքի շահագործման իրավունքը, բայց որ բան շահագործման իրավունքը վերցնում են, խաղի կանոնները այդ տարածքի վրա, թե ինչպես դի շահագործվի, ինչպես տան, դա ինքն է որոշում։ Հիմա մեղմ ասած, այդ ճանապարհը շահագործման իրավունք է վերցված։ Չեմ ասում այդ տարածքը, որը որ մենք Միջանցք թուրքական աշխարհը Միջանցք է կոչվում, մենք չգիտեմ ինչ են կոչում, դա ֆիզիկապես ՀՀ տարածք է, բայց շահագործման իրավունքը, ասենք 99 տարով ենթադրենք Միացյալ Նահանգներն է որոշում։ Իսկ եթե վաղը որոշի, որ այդ նույն տարածքը ինքը օտարում է այլ իրավաբանական անձի, որ իրավունքը ինքը ունի։ Ունի արդյոք այդ իրավունքը, եթե շահագործող, ինչպես դուք եք ասում, ունի սեփականությունը օտարելու իրավունք։ Իրավունքը շահագործման իրավունքը, ոչ թե սեփականությունը։ Խոսքս գործառույթի մասինն է։ Բաժինից որոշակի մաս տալ։ Կարող է ամբողջ օտարել։ Խոսքս գործառույթի մասն է, ոչ թե տարածքի։ Իսկ տարածքի վրա էլ որ ասում են Միջանցք չէ, ես շատ པարզ, ես ասում եմ Միջանցք է եւ այդ առումով Ալիևը շատ անկեղծ է։ Երբ ասում է, որ այդ Տրամփի ուղին դա ճանապարհ է Զանգեզուրի Միջանցքով անցնող։ Ինչու է ասում եւ ճիշտ է ասում, որովհետեւ եթե Միջանցք չէ,
ապա Ադրբեջանից Հայաստան դեպի Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ բեռները եւ մարդիկ տեղափոխվելից պետք է կոնտակտ ունենան Հայաստանի Հանրապետության 3 ծառայությունների հետ։ Խոսքս սահմանապատ ծառայությունն է, մաքսային ծառայությունն է եւ սանիտարական ծառայությունը։ Չկա այդպիսի կոնտակտ, չկա, որին դա միջանցք է։ Այսքանը։ Այդ միջանցքը, որ ասում եք, լավ, իրենք միջանցք են ասում, Հայաստանն ասում է Զանգեզուրի միջանցքի ճանապարհ, ապա շրջափակում է։ Ի վերջո, ինչով է վտանգ ներկայացնում իրենից, եթե ըստ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության այդտեղ գործելու է back office, front office, այսինքն ինքը ասում են խնդիր չի, եթե հայի չի տեսնելու ադրբեջանցին, որովհետև դա կարող է իրականացվել նաև առանց տեսնելու այդ հսկողությունը։ Ինչու են Հայաստանում անդիմադիրները այսքան անհանգստացած այդ հարցով։ Գուցե այդ հարցը անհանգստության տեղիք չի տալիս, ինչու ենք մենք անհանգստացած։ Իսկ դուք կարող եք օրինակ մեր հարևան Ռուսաստանի Դաշնությունը վերցնել, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները իրենց մոտ, երբ այլ երկրներից գալիս են, իրենց երկրների տարածք պետք է անցնեն, կամ իրենց երկրները տրանզիտ են, իրենցով պետք է անցնեն։ Ինչ է կոնտակտ չեն ունենում իմ նշած 3 ծառայությունների աշխատակիցների հետ։ Բոլորի հետ անխտիր ունենում են, բոլորի։ Չկա այդպիսի բան։ Այսինքն այդ ծառայությունների աշխատակիցները ֆիզիկապես իրենց գործառույթները իրականացնելիս պետք է կոնտակտ ունենան, որտեղ ծառայությունը այլ ձևով չի կարող իրականացվել։ Տեսախցիկի առաջ հայ մաքսավորը ու սահմանապահը չեն կարող նայել, ստուգել, գնահատել եւ համաձայնվել, ենթադրենք ԱՄՆ համապատասխան ծառայության աշխատակցի գնահատականի հետ։ Առանց որ ԱՄՆ-ի ծառայության մեջ չի մտնում ոչ մաքսայինը, ոչ սահմանապահը, ոչ սանիտարականը։ Չի մտնում։ Դուք լսել եք այդ պայմանագրում, որ ասեն այդ 3 ծառայությունները իրականացնելու են ԱՄՆ համապատասխան ծառայությունները։ Ոչ, այդպեսի բան չկա։ Հետաբար ինչպես է ստուգվելու, օրինակ մաքսայինը կամ սահմանապահը կամ սանիտարականը, ինչպես է ստուգելու։ Դրա համար եմ ասում, սա միջանցք է։ Սա մի ժամանակ հիմա վտանգի պահն եմ ասում։ Իրականում խնդիրը ո՞րն էր Բրիտանիայի։ Ռուսաստանի հարավի ուղղությամբ ստեղծել ռազմական բռունցք։ Ընդհանրապես հետխորհրդային 14 հանրապետությունները արևմուտքին պետք է միայն մեկ բանի համար, որքանով այդ հանրապետությունները կարող են օգտագործել խնդիրներ առաջացնելու Ռուսաստանի դեմ։ Կապ չունի դա տնտեսական է, կոմունիկացիոն է, ռազմական է։ Ավասեք մենք գիտենք Ուկրաինայում այդ խնդիրները առաջացրեցին, չէ՞։ Հո խնդիրը Ուկրաինայի պատերազմի նա չի որ ուկրաինական տանկերը մտնել Մոսկվա։ Այդպիսի բան չի կարող լինել։ Խնդիրը հետևյալն էր՝ դժգոհությունների հսկայական ֆոն, 100,000-ավոր զոհեր, նրանք ովքեր որ պլանավորել են այդ օպերացիան, արևմուտքը, եւ բաց սոցիալական վիճակ, որը Ռուսաստանի ներսում 5-րդ եւ 6-րդ շարասյան օժանդակությամբ պետք է վերաճեր քաղաքական խորը ճգնաժամի, որը պետք է բերեր իշխանափոխության գործընթաց։ Սա է։ Հիմա Ուկրաինան այդպես է օգտագործում, հիմա Հայաստանը ինչպես է օգտագործում, ասեմ ինչի համար է օգտագործում։ Ամերիկյան նավերը մտնելու են Կասպից ծով։ Դա Ռուսաստանին պետք է։ Կարծում եմ, իհարկե պետք չի։ Իրանին պետք է, պետք չի։ Դա ինչպես է արվում։ Ադրբեջանն է չէ թույլ տալու։ Բա Ադրբեջանը թուրքական աշխարհի հետ, այդ աշխարհի երկու մասի բաժանված, ինչպես կապվի։ Դա ստրատեգիական առումով իհարկե եւ Բրիտանիային է պետք է, Միացյալ Նահանգներին։ Միաժամանակ նաև Հիմա կարծում եք Հայաստանը դրա համար է օգտագործում։ Իհարկե Հայաստանը այստեղ գործիք է, ոչ այլ ոչ պակաս։ Այդ տարածքը օտարվել է։ Տարածքի շահագործումը կամ տարածքի նկատմամբ գործառույթներ իրականացնելու իրավունքը Հայաստանի Հանրապետությունից օտարվել է։ Իրենք են որոշելու, ամերիկացիներն են որոշելու։ Կներեք, ես ճիշտ հասկացա, Հայաստանը գործիք ձեր կարծիքով գործիք է օգտագործվելու Ռուսաստանի դեմ։ Այո։ Բրիտանական պրոյեկտով ռազմական գործիք, այսինքն հարվածային բռունցք պետք է ստեղծել հարավկովկասյան 3 հանրապետությունների միացյալ բանակով։ Դա հեքիաթ չի, այդպիսի փորձ իդե բրիտանացիք 1918 թվականի փետրվար-մարտ ամիսներին փորձեն Անդերկովկասյան սեյմով փորձում էին անել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Հիմա նույն բանն է։ Հայաստանի բանակը նատոյացվում է, բերվում է եւ զենքի, զինամթերքի, անձնակազմի, կառավարման, մեթոդաբանության, մարտավարության, ռազմավարության ամբողջը բերվում է ՆԱՏՕ-ի ստանդարտների, որովհետեւ չի կարող 3 հանրապետությունից երկուսը ՆԱՏՕ-ի ստանդարտներով գործել, իրենց զենք զինամթերքով։ Մեկը, ասենք Հայաստանը, այլ։ Առանց որ ինքնաձիգից սկսած ականներ հրետանի
Փամփուշտների եւ արկերի տրամագծերը տարբեր են։ Ինչպես են ՆԱՏՕ-յացվում, եթե խոսքը նաև զինամթերքի մատակարարման մասն է, մենք արևմուտքից ՆԱՏՕ-ից ստանում ենք այդ զենքը։ Թուրքիան կտա, չմտածեք։ Թուրքիան, որտեղ նորից եմ ասում, Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, այնտեղ էլ են գործընթաց գնում, այնտեղ մի փորձ արվեց Ղազախստանում պետական հեղաշրջման, եթե հիշում եք, դա կասեցվեց, բայց այդ չի նշանակում, որ արևմուտքը հետ է կանգնել այդ ծրագրերից։ Այսինքն այսօր Այսինքն կարծում եք, որ Թուրքիան կուզենա Հայաստանին զինել։ Դա Ռուսաստանի դեմ իր հրամանատարությամբ, հրամանատարները իրենք պիտի լինեն, այո։ Իսկ թուրք զինվորը ինչու զոհվի Ռուսիայի հետ պատերազմը, երբ որ կարող է հայ զինվորը զոհվել։ Թուրք հրամանատարը հրամայի, հայ զինվորը, վրացի զինվորը, ադրբեջանցի զինվորը զոհվեն։ Այսինքն Թուրքիան Հայաստանին զինի Ռուսաստանի դեմ եւ Ռուսաստանը հանգիստ կնայի այդ գործոնին։ Ոչ մեկ ոչինչին հանգիստ չի նայում։ Եվ ինչ կանի։ Ռուսաստանը ունի շատ լծակներ, շատերի վրա ազդելու, այդ թվում օրինակ Եվրոպան, երբ փորձում էր անկանոն շարժումներ անել վերջերս, Ռուսաստան նախագահը ասեց. մենք Ուկրաինայում իրականացնում ենք հատուկ ռազմական գործողություն, որը ճիշտ է, որտեղ կետային հարվածներ են տալիս, ցկտում են առավելագույն խաղաբնակության մեջ զոհ չլինել։ Ասեց, եթե Եվրոպան ուզում է պատերազմ, մենք պատրաստ ենք։ 500 միլիոնանոց մայրցամաքային Եվրոպային բավարար է, ասենք 10 միջուկային մարտագլխիկով հրթիռը որ պայթի, ասենք Արիշնիկ, ու այդ Եվրոպայից ոչինչ չմնա։ Եթե ոմանց թվում է, որ այս ամեն ինչը ֆիլմ է եւ կարելի է կադրերը հետ տալ, առաջ տալ, այդպես չի։ Ռուսաստանը գոյութենական կռիվ է տալիս Ուկրաինայում եւ ոչ միայն։ Այնտեղ, ինչպես ասում են, վերջնական հաղթանակից հետո իսկ իրեն գիտեն իրենց սահմանները որն է Ռուսաստանը։ Եվ այդ պայմանները դրել են բանակցությունների սեղանը։ Դե հիմա բանակցությունները ընթանում են եւ կարծեք թե վերջին բանակցություններից հետո երկու կողմերը որոշակիորեն բավարարված էին արդյունքներով։ Ենթադրենք ստացվեց այս տարվա մեջ ընդհանուր հայտարարի գալ եւ պատերազմը ավարտել կամ հրադադար լինի կամ ավարտվի պատերազմը։ Չէ, հրադադար չի լինելու։ Բանակցությունները պատերազմը կանգնեցնելու մասին է։ Հրադադարի ռեժիմ Ռուսաստանը համակարծիք չէ։ Միայն պատերազմի ավարտ։ Լավ, դրանից հետո ձեր կարծիքով Ռուսաստանի հետագա քայլերը որոնք են լինելու, Տրամպը ասել է Կովկասը Պուտինի տարածքն է։ Ես հենց դա եմ ուզում հասկանալ։ Այսինքն դրանից հետո Ռուսաստանի գործողությունները, քաղաքականությունը թեքվելու է դեպի մեր կողմ եւ այս տարածաշրջանում ինչ է փորձելու անել։ Կովկաս, Միջին Ասիա, հետո Լատվիա, Լիտվա, Էստոնիա, մեծ բարդյան հանրապետություններ թեքվելու է։ Այսինքն Պոզդամի կոնֆերանսով 14 հանրապետությունները խորհրդային միության թեքվելու ինչ ան այդ խորհրդային միությունը չէ, միություն չէ, եկեք այսպես ինքնախապեյությամբ չզբաղվել, եթե անկեղծ լինենք, օրինակ ես շատ կուզենայի, որ Հայաստանը օրինակ տեսականորեն այս պարտքերը քանի միլիարդ է պետական պարտքը 14 միլիարդից ավելի։ Դուք պատկերացնում եք քանի սերունդ եւ որտեղ պետք է աշխատի, որ այդ պարտքը փակի։ Դեռ տոկոսներն ենք, չէ՞, մենք չենք էլ կարողանում փակել։ Օրինակ զուգահեռ Ուկրաինայի հետ։ Ուկրաինան իդեպ որ ամբողջովին մտնի Ռուսաստանի կազմի մեջ, կարծում եք նման տարբերակ լինելու է։ Ես կարծում եմ այն ղեկավարը, որը Միացյալ Նահանգները փորձել է նշանակել կամ Բրիտանիան, եթե շատ խորագետ լինեն, որ ընտրվի նախագահ, իսկ այնտեղ ակնհայտ է, չէ՞ որ փոխվելու է Զելենսկին։ Ինքը ասենք օրինակ շատ արագ հանրակրվի կարող անել, որ Ուկրաինան դառնա Ռուսաստանի ազգային հանրապետություններից մեկը։ Գիտեք ինչի համար։ Նահանգ։ Ինչ անուն ուզում եք դնեք։ 1 տրիլիոն դոլար պարտքը ջրելը գիտեք հեշտ է, քանի սերունդ դե աշխատի։ Այդ Ուկրաինա տնտեսության վրա ով է ներդրում անելու այդ ավերված տնտեսությունը ոտի կանգնեցնելու, հարց եմ տալիս։ 1 տրիլիոն դոլար պարտք ունի այդ երկիրը։ Քանի սերունդ ստրուկի նման պիտի աշխատի օրնի բուն, որ այդ 1 տրիլիոնը փակի դրսի բանկերին։ Մտնում Ռուսաստանի կազմի մեջ, չէ՞, չկա էլ այդ սուբյեկտը չկա։ Այդ բանկերները, որ գնում են Ուկրաինա պետության ղեկավարներից ինչ որ բան, չկա պարտք։ Իհարկե, ու թեման փակվում է։ Հիմա ինչ եք կարծում, այդ ուկրաինացի ղեկավարը իր անունը ոսկե տառերով չի գրվելու պատմության մեջ, որը 1 տրիլիոն դոլար ուղղակի ոտի վրա ջրեց։ Բայց չունենալով պետություն։ Ինչ ասելա պետություն։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, Դանիան պետություն է։ Պետություն է, չէ՞, ՆԱՏՕ-ի անդամ է։ Այո։ Բա այդ ինչ ինքնիշխան Դանիա է, որ ԱՄՆ-ի նախագահը ասում է Գրենլանդիան իմն է ու վերջ։
Մի վարքյան։ Միացյալ Նահանգները բոլոր միջազգային օրենքներ խախտելով անցնում են։ Հիմա ասում եք պետություն, ես էլ եմ ասում պետություն։ Վենեսուելան պետություն է, ՄԱԿ-ի անդամ։ Նախագահին առևանգելն ու գերեվարելը նորմալ երևույթ է։ Չէ։ Հիմա ես էլ ասում եմ, խնդիրը պետությունը չի։ Գիտեք, այդ կենացները ինքնիշխանություն եւ այդ մի կողմ են դնում։ Հայաստանը ասում են, ես ասում եմ ամբողջովին արտաքին կառավարման ներքո եղել։ 1991 թվականից հետխորհրդային բոլոր հանրապետությունները դոլարի իշխանության ներքո են։ Այսինքն մեր երկիրը չունի նաեւ Հայաստան, նաեւ Ռուսաստանը առ այսօր չունեն սեփական արժեք։ Բոլորը ածանցյալ են դոլարից։ Բայց պարոն Նահապետյան, տեսեք, ակնհայտ է, այո, որ միջազգային օրենքները չեն աշխատում, ՄԱԿ-ը այլևս որպես գործիք չկա, զսպող մեխանիզմներ չկան, բայց մի պահ պատկերացնենք, որ այո, մեծ խաղացողները որոշում են, որ խափան կարող են մտնել այս կամ այն պետություն եւ այդ պետությունը իրենց բռնակցել, լինի զինված ուժերով, լինի Թրամփի մի օրով մի գործողությամբ երկրի ղեկավարի տանել եւ գլխատել այդ պետությունը։ Մենք ուր են գնում այս տեմպերով։ Մենք ընդհանրապես մեր երկիրը այս տեմպերով ուր կհասնի։ Նախ մեր երկիրը ոչ ոք չի գնում, մեր երկիրը, չէ, որովհետեւ մենք հասկանանք մենք ուր ենք գնում կամ մենք որտեղ ենք, մենք դե հասկանանք աշխարհը ինչ է կատարվում։ Ուրեմն գլոբալիստները ուզում են աշխարհը միաբևեռ կառավարում ստեղծել, վերպետական կառույցներով, առանց պետությունները չպետք է լինեին։ Ես մոռացա ասել, որ այդ իրավիճակում մենք խաղաղություն ենք քարոզում։ Դու քարոզ եք, բայց բան չի խաղաղություն քարոզել, Հիսուսն էլ էր խաղաղություն քարոզում։ Դե ուզում եմ ասեմ այդ ֆոնի վրա մենք ասում ենք խաղաղություն ենք քարոզում եւ ինքնիշխանությունը կա ապագա։ Հիմա գլոբալիստները պարտվեցին։ Իդեպ իրենք վական 500-600 տարվա իշխանություն է եղել թագավորական դինաստիաներից առես վերջերս գլոբալիստները համաշխարհային իրոք տիրապետություն ստեղծել էին վերպետական կառույցներ նշեմ օրինակ ֆեդերալ ռեզերվային համակարգ Եվրամիություն ՆԱՏՕ Արևտիրի համաշխարհային կազմակերպություն առողջապահության համաշխարհային կազմակերպություն ինչքան վերպետական կառույց ասեմ բոլորը գլոբալիստների գործիք են գլոբալիստները ունեին կառավարման երկու կենտրոն մի կենտրոնը ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը էլիտա, մյուսը Բրիտանիայի կառավարությունը։ ԱՄՆ-ում պարտվել են գլոբալիստները ազգային էլիտային եւ ազգային կապիտալին, որի ներկայացուցիչը Դոնալդ Թրամփն է։ Ինքը հակագլոբալիստ է։ Հակագլոբալիստ է նաեւ Վլադիմիր Պուտինը, հակագլոբալիստ է նաեւ Սի Ցզինպինը, նաեւ մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետության հոգեվոր առաջնորդը, հակագլոբալիստ են։ Բայց ԱՄՆ-ի ներկայիս նախագահը ասում է Ես հակագլոբալիստ եմ, բայց ես ուզում եմ, որ իմ երկիրը պետությունը իշխի աշխարհին, այնպես ինչպես գլոբալիստներն են ուզում, այսինքն համաշխարհային տիրապետությանը ցկտում։ Հակագլոբալիստ այլ պետություններ Թրամփին ասում են, չէ, հարգելիս, աշխարհը ոչ թե միաբևեռ լինի, ԱՄՆ որպես հեգեմոն, այլ բազմաբևեռ։ Հիմա ամենայն հավանականությամբ եկել են, երևի թե, ես կարծում եմ այդպես, եւ երևի այդպես էլ կա, 3 բևեռ։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան, շատ ճիշտ եք։ Հիմա մյուս պետությունները այս 3 բևեռների օրբիտայում են լինելու։ Ուզեք, չուզեք, սիրեք, չսիրեք։ Կարծեմ ասում։ Այդպես է։ Այդ անկախություն, ինքնիշխանություն ասողները թող գնան մանկապարտեզում դասընթացներ անցկացնեն, այնտեղ ուղղակի այդ մանկապարտեզ սանեք, ասեն հոպ, արմես խափում ես թռար ստեղից։ Եվ հետեւաբար մեկի նայենք մենք բնական ձևով, որ բևեռներից մեկի հետ ենք համահունչ մեր այսօր վաղը մյուս օրը կապել։ Վստահաբար Միացյալ Նահանգները, երբ որ այս տարածաշրջանը մտնում է տնտեսական առումով, դա որպես մրցակից Ռուսաստանին, Չինաստանը մրցակից է, բայց թշնամի չի, մրցակից, դրանք տարբեր բաներ են։ Դա համար երբ որ Միացյալ Նահանգները այստեղ հայտնվեց, իսկ մենք կարող ենք օրինակ նույն ճանապարհի հարցով Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի շահերի համընկնում տեսնել, ոչ թե հակադրում։ Այդ 3 հնարավոր կլինի։ Մեր տեսնելը խիստ երկրորդական։ Ուզում եմ ասեմ հնարավոր տարբերակ է, տեսնենք, չտեսնենք, բայց դա հնարավոր տարբերակ է։ Համադրում։ Այո։ Եթե ճանապարհին ենթադրենք, եթե Ռուսաստանը ուզում է, որ քանի որ Հայաստանն հարևան է Թուրքիային, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ իր զինվածությամբ եւ անձնակազմով երկրորդ պետությունն է, տարածաշրջանում առաջինը, իսկ Ռուսաստանը Ուկրաինայում պատերազմում է ՆԱՏՕ-ի դեմ, ապա Թուրքիան Ռուսաստանի համար գոյութենական վտանգ է ներկայացնում։ Կապ չունի, որ հիմա տնտեսական հարաբերություններ կա։ Իդեպ ասեմ,
մինչև վերջերս Ռուսաստանը ռազմական ուրանը հարստացված պլուտոնիումը վաճառում էր ԱՄՆ-ին, ԱՄՆ-ը նման տեխնոլոգիաներ չունի։ Ռուսները են վաճառում, լինելով ԱՄՆ-ի հետ, ինչ հակամարտության մեջ Եվրոպային գազ էր վաճառում, այն Եվրոպային, որը Ուկրաինայում պատերազմ է Ռուսաստանի հետ, այդպես էլ է լինում, հա, ես ուզում եմ ասել, պետք չէ այդպես շատ վատ զգալ, թե ինչպես Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ հարաբերություններ ունենալ տնտեսական, բայց միաժամանակ նաև դիտել որպես թշնամի պետություն։ ԱՄՆ-ին ի՞նչ է պետք է տարածաշրջանում, մարդիկ բաց ասում են, այսինքն հիմա շատ բաներ բաց է ասում։ Իրեն պետք է, որպեսզի Ադրբեջանը լինի զինական առումով հզոր պետություն։ Դրա համար 907 բանաձևը անցյալ տարի օգոստոսի 8-ին հանեց Թրամփը, հանեց, չէ՞։ Այս վերջերս ռազմական նաև աջակցության մասին ռազմատեխնիկական լրջագույն, չէ՞, ինչու։ Այդ կարող է Ադրբեջանը Բուրկինա Ֆասոյի կամ Մոզամբիկի դեմ է պատերազմել, զինվածությունը ինչի համար է։ Ում դեմ է։ Ես չգիտեմ, որ զինում է ԱՄՆ-ը։ Իսկ Հայաստանի հետ ինքը գիտեք ինչ է անում, խաղաղ ատոմի շրջանակներում։ Իսկ գիտեք ինչ ասել է խաղաղ ատոմ, ատոմականը փակել։ Եվ մի հատ մոդուլային ատոմական Հայաստանի Հանրապետության 2.5 միլիոն բնակչություն որպես ճագար, որտեղ մոդուլային ատոմական արևմուտքը որևէ պետություն չի ստեղծել։ Դա միայն Ռուսաստանն է, վերջերս Չինաստանը։ Դա այդ դեպքում Ադրբեջանին զինում է, Հայաստանի ատոմակայանը փակում է։ Ինչի է ուզում հասնել, այսինքն ում դեմ է զինում Ադրբեջանին եւ Հայաստանին։ Առաջին հերթին Իրանի։ Եթե Միացյալ Նահանգներին հաջողեց, այսինքն ամբողջ խնդիրը տարածաշրջանում Միացյալ Նահանգների, մենք պետք է դիտարկենք Իրանի դեմ քաղաքականությամբ։ Այս պահին ԱՄՆ-ի համար այո։ Ինչու։ Ինչու Վենեսուելայի նախագահին առևանգեցին։ Դա նույն տրամաբանության մեջ է, որովհետև այնինչ կարելի է բաժանել երկուսի մեջ, ինչու պետք է բաժանել երեքի մեջ։ Եթե աշխարհը կարող է լինել երկբևեռ, ինչու լինի եռաբևեռ։ Երրորդ երկիրը Չինաստանը ինչու է խաղի մեջ մտած, որտեղ իր տնտեսությունը չափելի է ԱՄՆ-ի հետ եւ մրցակից է։ Ինչու է ԱՄՆ-ը հաշվի առնում Ռուսաստանի հետ որպես մի բևեռ, որտեղ երկուսը միջուկային գերտերություն է, երրորդը չկա։ Հիմա ԱՄՆ-ի խնդիրը Չինաստանի տնտեսությունը ծնկի բերելն է։ Ծնկի բերելու համար կամ այդ երկիրը ռազմական ագրեսիա պետք է գրավես, որը հնարավոր չի, կամ դե անես իշխանափոխություն, որը հնարավոր չի, չինացիք ներքին թշնամից այդպես մեծ սիրով են վարվում, նույնիսկ տանկերով, եթե հիշում եք, ծանրանում են հրապարակում տանկեր էին աշխատում։ Ուրեմն հետաբար այդ երկրի իշխանափոխություն, այս վերջերս իդեպ հետաքրքիր իրադարձություն եղավ։ Զինվորական ամբողջ հրամկազմը Չինաստանի պաշտոնանկարվեց, ինչու։ Այսինքն պետական հեղաշրջման փորձ էր նախապատրաստվել։ Ոչ թե Սի Ցզինպինը հիվանդ մարդ է, մտածում է, որ չէ, սրանց հանեմ, մյուսներին բերեմ։ Այսինքն ռեալ ինֆորմացիա կար, հա։ Եվ տնտեսությանը հարվածելու կարճ ձև կա։ Չինաստանի հոսանքի արտադրության 80%-ով ավելը նավթի վրա է նստած։ Այդ նավթը որտեղից է Չինաստանը գնում հիմնականում։ Այդ թվում նաև Վենեսուելայից հսկական ներդրումներ, այդ թվում նաև Իրանից, ճիշտ է։ $1 տրիլիոն պայմանագիր է կնքել Իրանի հետ։ Հիմա պատկերացեք Իրանը վաղը չմիսօրը չի վաճառում այդ նավթը։ Իսկ ինչու պետք է չվաճառի եւ որ պայմաններում։ Երբ որ Չինաստանում Իրանում լինի իշխանափոխություն։ Այս է պատճառը ձեզ թե ինչու են Իրանին փորձում իշխանափոխություն, երկու փորձ արեցին, չէ՞։ Մեկը 12 ռազմական բախում, մեկը էս վերջերս։ Բայց այդ չի նշանակում, որ ԱՄՆ-ը այդ քայլից հետ է կանգնելու։ Նահանջելու է, որտեվ Չինաստանի տնտեսությանը հարված նշանակում է ինքն ու Ռուսաստանն են մնալու։ Այստեղ արդեն Միացյալ Նահանգների դիրքերը շատ ավելի շահեկան են, ինչու՞։ Որտեղ Միացյալ Նահանգների տնտեսությունը շատ ավելի հզոր է, քան Ռուսաստանն է։ Ավասիկ, այս էլ ձեզ երկբևեռ աշխարհում միաբևեռ կառավարում։ Բարձր եմ ասում, այս ամեն ինչ։ Հիմա այս ամեն ինչի մեջ դուք ասում եք մենք։ Մենք գործիք ենք։ Մենք մեզ ենք ուզում ապահովագրել։ Մենք չկանք, սուբյեկտ չենք։ Մենք դինայինք, հասկանանք հիմա, մեզ ինչի համար են օգտագործում։ Այստեղ այո, մենք արժեք ենք այս տարածաշրջանում։ Եթե մինչ այդ Բրիտանիայի համար արժեք ենք, որ թուրքական աշխարհի ցամաքային սահմանը Հայաստանով անցնող անխոչունդը լիներ, որպեսզի այդ հարվածային բռունցքը ստեղծվեր, դա բրիտանա-թուրքական պրոյեկտ էր։ Հիմա ԱՄՆ-ը այստեղ երբ որ եկել է, ինքը այլ պրոյեկտ է անում։ Ինքը Ռուսաստանի դեմ ռազմական գործողություն անելու խնդիր չունի։ Ինքը այստեղ պատրաստում է Իրանի դեմ գործողություններ։ Եվ այս սահմանում, երբ որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումներ լինեն մասնավոր ռազմական ընկերությունների, մեկ անգամ չի չէ վստահեցել, որ Իրանի դեմ ոչ մի բան չի արվելու իր տարածքից։ Սուտլիկի խոսքերին որից մեկը հավատում է, հիշում եք այդ հայտնի պատմությունը, երբ որ գոռում է հրդե, ոչ մեկ չի հավատում։ Այս մարդը ինքան սուտ է խոսել։ Որից մեկը չի հավատում։
Անվտանգությունը քո ուղղակիորեն կապվում է Ռուսաստանի հետ, որից մեկը կարող է հակառակ կարծիք հայտնի։ Վստահաբար ոչ։ Քո տնտեսությունը ապրանքի սպառումը 80% սննդամթերք որտեղ է սպառվում։ Ռուսաստան եւ Էժան գազը որտեղից ենք մենք ստանում։ Ռուսաստան քո հոսանքի արտադրության 35-40% ինքնիշխանություն ապահով ատոմակայանի վառելքում սպասարկող ով է տալիս։ Ռուսաստան։ Արժե համակարգային առումով մենք ում ենք մոտ, Թուրքիային թե Ռուսաստանին, Ադրբեջանին թե Ռուսաստանին, պղծությունների մեջ թաղված Եվրոպային թե Ռուսաստանին։ Հիմա այս բոլորը այն բնական կապերով, որ մենք կապված ենք Ռուսաստանի հետ, Արևմուտքը փորձում է կտրել, որտեղ Բրիտանիան այստեղ տեսնում էր հարվածային բռունցք 3 հանրապետություններով մի պրոյեկտ, Միացյալ Նահանգները տեսնում է պրոյեկտ, որ Իրանի դեմ գործողություն ունի Հայաստանը դե ամեն ինչով օգնի, հա։ Եվրոպան տեսնում է Հայաստանը Ռուսաստանի դեմ ընդհանրապես խնդրահարույց բոլոր առումներով որպես պրոյեկտ։ Հիմա այս մարդն պատրաստական է։ Շնորհակալ եմ։ Ես էլ շնորհակալ։